Շնորհակալ եմ շատ ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը եւ առաջին բանը, որ ուզում եմ ասել 2025 թվականի պետական բյուջեի մասին հետևյալն է, որ ըստ էության մի շրջադարձային գիծ ենք անցել, որովհետև 2017 թվականի համեմատ, ինչու 2017 թվականի համեմատ, ես վերցնում եմ ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությանը նախորդած վերջին տարին, այդ տարվա համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտները ավելացրել ենք 135%-ով, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք արդեն վստահ պնդել, որ հեղափոխության հաջորդող 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են։ Ըստ էության 2024 թվականին էլ ֆորմալ առումով սա կարող էինք ասել, որովհետև 24 թվականի պետական բյուջեի եկամուտները 17-ի համեմատ ավելացել էին 106%-ով, բայց այդ պնդման մեջ ֆորմալության տոկոսը մի փոքր ներկա էր, որովհետև պետք է հաշվի առնել նաև բյուջեի հարկային եկամուտները դիտարկելիս պետք է հաշվի առնել նաև գնաճը, որը ինքը իրենով որոշակի շրջանառության աճ է ապահովում, և 2017 թվականից մենք արդեն գնաճի ամբողջ ցուցանիշը հանած կարող ենք ասել, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք բոլոր պարամետրերով 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկել են։ Սա իսկապես կարևորագույն ցուցանիշ է, և որը ինքը թվային ցուցանիշ է, բայց սրա տակ շատ էական բովանդակություն կա, և այդ բովանդակությունը առաջին հերթին մեր տնտեսության աճն է, որովհետև ինչպես արդեն նշվեց, համախառն ներքին արդյունքի ավելի քան կրկնակի աճ է տեղի ունեցել, և սա նույնպես շատ էական ցուցանիշ է և ցույց է տալիս մեր տնտեսության կշիռը, բայց էական եմ համարում, որ մենք 2025 թվականին արձանագրել ենք այն հիմքերը, որոնք մեզ թույլ են տալիս ասելու, որ մենք կարող ենք անցում կատարել դեպի նոր օրակարգ, որը մենք ձևակերպել ենք այդ թվում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպես նոր որակի պետության ձևավորման օրակարգ, և իհարկե այդ հնարավորությունը առաջին հերթին կապված է 2025 թվականին տեղի ունեցած մի քանի կարևոր իրադարձությունների հետ։ Ուզում եմ հիշեցնել, որ հենց 2025 թվականին էր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարեցին երկու երկրների միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտը համաձայնագրի նախագծի համաձայնեցմամբ։ Սա իսկապես կարևորագույն իրադարձություն էր, և այս իրադարձությունն է, որ հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Տրամփի մասնակցությամբ և նախաձեռնությամբ, և մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն և ըստ էության ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ և վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ, որովհետև 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, ինչը նշանակում է, որ մենք 2025 թվականը
ըստ էության համարելով հեղափոխական կառավարման լավագույն տարին, կարող ենք արձանագրել, որ սրանից հետո մեզ սպասում են ամեն տարի պետքա լինի հետ հեղափոխական կառավարման լավագույն տարին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։